Հայացական խոսքս նվիրված կլինի օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգներում Սպիտակ տանը կայացած ստորագրությունների եւ այդ փաստաթղթերի շուրջ կարծիքին։ Ուրեմն շատ կոնկրետ փորձեմ ուղղակի մեկնաբանել, թե ինչ են կողմերը ստացել այդ ստորագրված փաստաթղթերից։ Առանց բովանդակության մեջ մտնելը, որովհետև բովանդակության մասին խոսակցություն շատ է եղել։ Նայեք, Միացյալ Նահանգները շատ կոնկրետ ստացել են Միջանցքի վերահսկողություն, ապագայում ձևավորվող Միջանցքի վերահսկողություն, ստացել են Իրանի հետ սահման փաստացի վերահսկողության հնարավորություն Հայաստան-Իրան սահմանը եւ երրորդը դա Նոբելյան մրցանակի ներկայացումն է Միացյալ Նահանգների նախագահի։ Ինչ է ստացել Ադրբեջանը։ Ստացել է Միջանցքի իրավունք Հայաստանի Հանրապետության տարածքով, ստացել է Միսկի խմբի լուծարում եւ ստացել է 907-րդ բանաձևի չեղարկում։ Շատ կոնկրետ։ Հիմա ինչ է ստացել Հայաստանը։ Անկեղծ ես փորձել եմ այդ փաստաթղթերում գտնել որևէ կոնկրետություն, թե ինչ է ստացել Հայաստանը։ 0։ Միայն խնդիրներ, որոնց մասին ավելի ուշ կասեմ։ Եվ վերջապես ինչ է ստացել Նիկոլ Փաշինյանը։ Եվ այստեղ կա շատ կոնկրետ բան, ինչ ստացել է Հայաստանի վարչապետը։ Ստացել է մեկ նկար նախագահ Տրամփի ստորագրությամբ եւ ստացել է իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս եւս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին։ Հիմա չոր մնացորդում իրականում սա է։ Եվ ինչ եզրակացություն, նախնական եզրակացություն կարելի է անել այս առիթով, որ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգներում Սպիտակ տանը եղել է դեկորացիայի դերում, այնտեղ եղել են սեղան, աթոռ, նկար կար, դրոշ կար եւ Փաշինյան կար։ Եվ մի երկու խոսք ավելի լավ հասկանալու համար, թե ինչ է նշանակում նախաստորագրում։ Նայեք, երբ երկու կողմ բանակցում են ինչ-որ փաստաթղթի շուրջ, թիմերը գալով համաձայնության նախաստորագրում են այդ փաստաթուղթը։ Դա տեխնիկական գործողություն է։ Նախաստորագրում են հետագայում որևէ առիթի ժամանակ, օրինակ պաշտոնական այցի ժամանակ, երկրի ղեկավարները ստորագրում են նախաստորագրված փաստաթղթեր։ Տեխնիկական գործ է ըստ էության նախաստորագրումը։ Ինձ համար ընդհանրապես հասկանալի չի, թե պետության ղեկավարների ներկայությամբ ինչ է նշանակում նախաստորագրում։ Եթե ամեն ինչ պայմանավորված է, ավելի լավ առիթ ստորագրել այդ փաստաթղթերը հենց ղեկավարների կողմից չէր կարող լինել։